Մինչև Փաշինյանը կարծում է, որ առանց անգլերենի իմացության մոշ աճեցնել հնարավոր չէ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա հանդիպումներին բարձրաստիճան հյուրերի խոսքերը շարունակում են սխալ թարգմանվել ու նրանց վերագրվում են խոսքեր, որոնք նրանք չեն ասել, բայց Փաշինյանը շատ կուզենար, որ ասեին։ Վենսի հետ կապված սկանդալը առաջին ու հավանաբար վերջին սխալ թարգմանությունը չէր Փաշինյանի կյանքում։ Դեռ անցած հունվարին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին էլի պատահաբար սխալ թարգմանության արդյունքում վերագրվեցին խոսքեր, որոնք նա չէր ասել։ Վենսը Հայաստանում չի հայտարարել 9 միլիարդի հասնող ամերիկյան ներդրման մասին։ Բլինքենը չէր խոսել համատեղ սահմանային անվտանգային աշխատանքներ իրականացնելու մասին։ Սրանք պատահական վրիպումներ չեն, այլ խեղաթյուրումներ, որոնց նպատակը հանրությանը մոլորեցնելն ու մատուցելն է, այն, ինչ իրականում գոյություն չունի։ 7 տարի ձեզ խաբած իշխանությունը չի դավաճանում ինքն իրեն, նա շարունակում է խաբել ձեզ։ Այսօր փաստորեն առանց անգլերենի մոշ աճացնել հնարավոր չէ։